Հանրապետական կուսակցությունը նոր-նորքում է մասիվցիների հետ զրուցում են կուսակցության ցուցակի առաջին դեմքերը։ Նոր-նորքի մանկավարժները հարց ունեն ինչպես բարձրացնել մանկավարժի հեղինակությունը։ Կարեն Կարապետյանը նախընտրական խոստումներ չի տալիս, բայց տալիս է դեղատոմսը՝ տնտեսությունն ագրեսիվ ու արագ զարգացնել, որպեսզի մանկավարժի կենցաղային խնդիրները դասարան չհասնեն։ Ուսուցչուհու հարցը ստանում է պատասխան, բայց կանացի հետաքրքրությունը ոչ։ Կանանց եւ աղջիկների 80%-ը ձեզ համակրում են։ Ոնց է լինելու վերջը։ Վերջը լավ լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն։ Ներդրումների աճ ու որպես արդյունք նոր աշխատատեղեր Կարեն Կարապետյանը նոր-նորքցիների նաև կուսակցության տնտեսական ծրագիրն է բացում։ 3.2 միլիարդ դոլարի ներդրում պետք է լինի մոտ 800-ը այս տարի։ Այս ամեն ինչը բերելու է նրան, որ մենք պարավելու ենք պրծնենք։ Մենք իրականում տրամադրություն պետք է փոխենք։ Տրամադրությունն ու տրամադրվածությունը փոխել Կարեն Կարապետյանը սկսում է հենց այստեղ ու հենց հիմա։ Մասիվցիները պետք է այս հանդիպումից դուրս գան ոչ միայն պատասխաններով, այլ լավ տրամադրությամբ։ Մեկը փիղա վաճառում, ասում է, ինչ արժի, ասում է $1 միլիոն, ասում է, ինչի $1 միլիոն, ասում է, անգլերեն գիտի, 3 լեզու գիտի, վերջերս մեկը առնում է։ Գնորդը հանդիպում վաճառում, ասում է, լսի, փիղը ոչ ասում է լեզուներ գիտի, ոչ կարտոշկայի հետ գիտի ինչ անի, ոչ է տունն է հավաք-չավականում։ Եթե մի գնորդ գտնես մի 500,000-ով վաճառեմ, ասում ուրախ կլեմ։ Լսի ասում եղբայր, դու տես տրամադրությամբ այդ փիղը չես վաճառում։ ՀՀԿ հաջորդ հանդիպումը Նորք մարաշում է։ Կարեն Կարապետյանն առաջին անգամ չէ, որ պետք է բացատրի գազի գնի գոյացման ամբողջ ընթացքը։ Նախընտրական խոստումները, որ կտրուկ իջեցնեն գազի ու էլեկտրաէներգիայի գինը, Կարեն Կարապետյանն իրատեսական չի համարում։ Թող այդ գաղտնիքը չպահի։ Հանդիպի այդ ընկերությունների հետ եւ այդ նոու-հաուն ցույց տա։ Եթե ցույց տա, ապացուցի եւ մենք չկիրառենք, այդ ժամանակ կարող է մեզ համապատասխան պահանջել։ Գազի գինը կարող է իջնել, բայց ոչ կառավարության ցանկությամբ կամ որոշմամբ։ Միայն կապույտ վառելիքի սպառման ծավալների մեծացման դեպքում հնարավոր կլինի ավելի էժան գազ սպառել։ Նորք մարաշիների բարձրացած հարցերին ջրամատակարարում, ավանների վերադարձ, կրթություն Կարեն Կարապետյանը խոստանում է առաջիկայում տալ բոլոր պատասխանները անձնական նամակով կամ կառավարության որոշումներով։ Մանու Իրիցյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։